Այսօր մեզ հետ է սիրված եւ տաղանդավոր դերասանուհի, որի կողքին ձանձրույթը բացարձակ տեղ չունի։ Սուր միտք, վարակիչ էներգիա, որը ինձ համար ամենակարևորներից է կնոջ մեջ, եւ կյանքի մեծ սիրահար Ագնեսա Շահնազարյանը։ Ագնեսա ջան, ողջույն, ինչպե՞ս եք։ Ողջույն, լավ, այսքան լավ բան առավոտ գիշերով լսում ես քո մասին, ոնց կարող ես վատ լինել, հրաշալի։ Շնորհակալ եմ, որ քո ծանր գրաֆիկի մեջ ժամանակ գտար ու տրամադրեցիր, հատկացրեցիր մեզ այս բարի գործի համար։ Ես էլ շնորհակալ եմ, որ այս բարի գործը սկսելուց հիշել եք ինձ եւ արդեն ստորի եմ արել եւ ողջավորված եմ սրանով, շատ լավ նախաձեռնություն ապրեք։ Շատ շնորհակալ եմ։ Դու գիտես մեր հաղորդման ֆորմատը, քեզ սպասվում է 4 հարց։ 4 հարցին պատասխանելու դեպքում մեր երեխաներից մեկը կմիանա մեր ճամփորդությանը։ Բայց արի թաքուն էսպես ենք պայմանավորվում, որ եթե մի հարց չկարողանամ տալ, դու թաքուն ինձ ասա, ինչա, որ հանկարծ չխոչընդոտեմ, երեխան գնա էլի հանգստանալ։ Քանի որ ես մի քիչ արդար մարդ եմ, մի քիչ քեզ կօգնեմ, բայց շատ չէ, շատ չէ։ Ես քո կողմից եմ լինելու, քեզ կօգնեմ, բայց շատ չէ։ Բայց մինչև հարցերին անցնելը, կցանկանամ պատմես ինչ-որ զավեշտալի դեպք, որը քեզ հետ տեղի ունեցել ճանապարհորդություններից մեկի ժամանակ։ Միացյալ Նահանգներ մեկնելու ժամանակ, այն շատ հայտնի սերիալներ, որ բումեր առաջացրել, բոլորն էին ճանաչում անխտիր։ Ես նստում եմ ինքնաթիռ, էլի Միացյալ Նահանգներ եմ գնում, մի տղամարդ է նստում կողքս ու շատ երկար խոսում, ասում է ես սերիալ չեմ նայում, բայց ձեր դեմքը ծանոթ է։ Դե արդեն պարզա որ սերիալից, եթե չեք նայում դեմքս որտեղից պիտի ծանոթ լինի, բայց մեր ֆիլմը ամբողջությամբ պատմում է, ինձնից լավ գիտի ինչ է կատարվում, բան։ Մի խոսքով ինքը Միացյալ Նահանգներում էր ապրում այդ մարդը ու գլուխ է գովում, ասում է այս ամբողջ կյանքս ընդեղ եմ ապրել, իսկի մի հատ անգլերեն բառ չգիտեմ, մի հատ ես գիտեմ, մի հատ նո, ես էլ հոգնած շտապում եմ քնելու, ասում եմ կներեք էլի ես գերհոգնած եմ, պիտի քնեմ, բան մի խոսքով դե 16 ժամվա թռիչքա, ստիպված իրար կողք նստած, պիտի հիմա գնանք, ես մարդը հա խոսում է, ես ասում եմ կներեք էլի ես ուզում եմ հանգստանալ, բան, ու աչքս կպավ ու ես արթնանում եմ, գլուխս դրած ես մարդու ուսին, իսկ արանքում էլ լավ խռացրել եմ, որտեղ տեղս հարմար չէր, տենց հետո երբ որ արթնացավ այ ասեցի կներեք, ասեց հանգիստ, դի էլի քնի, այսինքն այն որ մերվեցինք այդ 16 ժամվա ընթացքում զավեշտալի բաներ շատ են եղել, բայց այդքանը թվարկելու համար երևի օրեր է պետք նստել, իսկ ամենալավը, որ շրջագայությունների ժամանակ, հանգստանալու ժամանակ միշտ մի կոլեկտիվ է ձևավորվում, օրինակ ես ունեմ այդպիսի կոլեկտիվ, ընկերական շրջապատ ունեմ հիմա, վերածվել արդեն հարազատության, 2008 թվականին մեկնեցինք Եգիպտոս, շատ պատահական, տարբեր մարդիկ հայտնվեցինք նույն ավտոբուսում, նույն հյուրանոցում ու մինչև հիմա ընկերություն ենք անում։ Շատ լավ։ Այսպիսի ընկերություն է։ Ճանապարհության ժամանակ ընկերներ ձեռք բերելը ամենալավ կողմն է ճանապարհության մեջ։ Ու ընդհանրապես լավ ընկերներ ունենալը շատ լավ բան է։ Մեր տարում իրականում շատ քիչ կարող ես ունենալ լավ ընկերներ ու տարիներով կապը պահել, շփվել։ Շատ իրականում այո, որովհետև նախ բացի այն որ բարդ ժամանակներ ենք ապրում, նաև ամեն ինչ մի տեսակ ուրիշ արժևորումն է փոխվել մարդկանց մոտ եւ այո, հիմա այս օրերում գտնել լավ ընկեր, ես միշտ ասում եմ, երբ որ գտնում ես լավ մարդու, պիտի եղունգները տայ սենց խրես մսի մեջ ու չթողնես, որովհետև այսօր թերևս ամենասուղ բանն է լավ մարդ գտնելը։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ զավեշտալի դեպքեր իրականում եւ երկրորդ հարց ունեմ քեզ, եթե որևէ ճանապարհորդության ժամանակ հնարավորություն ունենայի քեզ հետ վերցնել երկու իր, ինչ կվերցնեիր։ Միայն այդ երկու իրը։ Ես ճամփորդելուց միշտ ինձ հետ վերցնում եմ Աստվածաշունչ, դա պարտադիր է, այո։ Հիասքանչ։ Երկու իր։ Անսպասելի էր իրականում։ Հա։ Հա։ Ընդհանրապես չէի մտածի։ Հա։ Շատ լավ է։ Եվ ինչ։ Վայ, չգիտեմ երկրորդը ինչ։ Եվ այսպես Ագնես պատրաստ ես։ Երևի։ Աշխարհագրությունից շատ վատ եմ ասում։ Աշխարհագրության հետ կապված ունենք հարցեր։ Գիտեմ, դրա համար եմ ասում։ Լավ, ես քեզ մի քիչ կօգնեմ։ Ես մի քիչ բարի կլինեմ այսօր։ Եվ այսպես հարց առաջին։ Թադամ։ Որ երկիրն է ըստ տարածքի ամենամեծը։ Սա այդքան էլ բարդ չի, մի քիչ սա քննարկենք իրար հետ։ Ռուսաստանն է։ Այո։ Դե հա, այդ շատ պրիմիտիվ հարց էր, դրան
Իսկ մա Շատ պրիմիտիվ հարց տվեցի։ շատ լավ է, չէ, դա շատ լավ է։ Չէ, լավ, թող առաջինը տեսնի, երկրորդը մի քիչ երևի ավելի բարդ։ Որովհետև հատից խոստովանում եմ, որ ես աշխարհագրությունից շատ վատ եմ, շատ։ Չէ, այս դեպքում փաստորեն չէ։ Որովհետև այս հարցը շատերին ենք տվել ու շատերը Լուրջ։ հա, դրա համար այս հարցը ոնց է։ Հա, լավ։ Տխուր է։ Եվ այսպես, երկրորդ հարց։ Այո։ Պատրաստ։ Հիմա կարդում եմ։ Այս կարգախոսը վերջնականապես հաստատվեց Երրորդ հանրապետության ժամանակ 1880 թվականի հուլիսի 14-ին։ Կարգախոսը սկսեց հայտնվել պետական հաստատումների ճակատային մասերի վրա։ Այդ ժամանակվանից ի վեր այս կարգախոսը առկա է սահմանադրությունում եւ կազմում է այս երկրի ազգային ժառանգության մաս։ Եվ այսպես, որ երկրի կարգախոսն է։ Ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Աջակցել դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ճանապարհորդությանը նշանակում է լինել նրան մի մասը։ Շնորհակալ ենք մեր հովանավորներին, ովքեր դարձան ոչ թե պարզապես աջակից, այլ նաև ուղեկից։ Էլի Ռուսաստան։ No, այդ երկիրը մարքեթինգի շնորհիվ շատ ճանաչված ու սիրված երկիր է։ Ну ինձ համար դա մարքեթինգային շատ լավ քայլ է, որովհետև ինձ թվում է այնտեղ այդքան էլ հետաքրքիր չի։ Ուղղակի մարքեթինգի շնորհիվ շատերը սիրում են, գնում են։ Ինքը մի քիչ ավելի ռոմանտիկ զույգերի համար այդ երկիրը։ Նայեք, քանի որ խճճվեցի ավելի քան ոչ թե չոքնեցի, հա։ Չոքնեցիք, խճճեցիք, որովհետև ռոմանտիկ ճանապարհորդություն նաև Մալդիվներում կարող է լինել, չէ՞։ Հա։ Եվ առհասարակ սիրելի մարդու հետ ռոմանտիկ ճանապարհորդություն ցանկացած երկիր կարող է լինել, անգամ Ուդմուրտիա կարաս գնաս եւ ռոմանտիկ։ Բայց ինչի էլի։ Դե տես վոլիլի կարաս գն տուննել մնաս իրաց մարդու հետ։ Հա, լավ, այս դեպքում ինքը Մալդիվները օրինակ իրական պատմություն տենց չունի։ Իսկ սա Հա, ճիշտ է, այ տեսեք, ես ուշադրություն չդարձրեցի, քանի որ շատ էր սա պատմություն ունեցող երկիր է։ Ինչ որ ուրիշ հայտնի բան կա այդ երկրում։ Հա, կա, բայց որ ասեմ, ինձ թվում է արդեն շատ կօգնեմ, բայց լավ, ասեմ։ Մոտավոր, ինչ որ մի բան։ Բարձր լույսիկներով Ֆրանսիա։ Այո։ Վերջապես։ Ունենք երկու պատասխան, ճիշտ։ Այո։ Բայց երրորդը այլևս չեմ օգնելու։ Ահա։ Սա մի քիչ դժվար է, դրա համար օգնեցի։ Բարի։ Սկսեցինք։ Որ երկրում է գտնվում աշխարհի ամենաբարձր շինությունը։ Դուբայում։ Ճիշտ է։ Նորից հեշտ հարց է ընտրել։ Չէ, որովհետև մի քիչ պետք է, երբ որ տեղեկացված ես լինում, օրինակ հա գիտեմ, որ ամենաբարձր շինությունը Դուբայում է գտնվում, աշխարհում ամենահայտնի եւ առհասարակ Դուբայը շատ եմ սիրում։ Դե ինքը շատ հասանելի է հիմա դարձել Արաբական Էմիրությունը։ Եվ այսպես վերջին հարցը, որը շատ կարևոր է պատասխանես։ Որ երկիրն է հայտնի ֆյորդներով եւ հյուսիսային լույսերով։ Հյուսիսային լույսերով, это типа северное сияние։ Դա։ Փորձել եմ մի քիչ բարդ հարց ընտրեմ։ Այմա անգա կամուկացի մեջ։ Մենք ունենք նաև քանի որ ես քեզ արդեն շատ եմ օգնել, ել չեմ օգնի։ Ունենք նաև հնարավորության զանգ։ Կամ կարող ենք փոխել հարցը, կամ կարող ենք օգնություն հարցնել, քեզ օգնեն։ Իսկ ում պիտի զանգենք։ Մեր հովանավորին։ Իրանք նույնպես բարի են ու մեզ կարող են օգնել։ Քանի որ մտքիս մեջ կան մի երկու պատասխան եւ ես չեմ ուզում հանկարծ սխալ դուրս գամ, դրա համար եկեք ռիսկի չգնանք եւ անենք զանգ հովանավորին։ Օգնության։ Այո։ Հիմա զանգենք մեր հովանավորին։ Տեսնենք ինքը ինչ կառաջարկի։ Քանի որ վերջին հարցն է, պետք է ճիշտ պատասխանենք։ Բարև ձեզ։
Բարև ձեզ։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք։ Մեր հյուրը վերջին հարցին դժվարանում է պատասխանի։ Կարող ենք հարցը փոխել։ Իհարկե, կարող ենք հարցը փոխել։ Ինչ, եկեք ոչ շատ բարդ, ոչ շատ հեշտ, ինչ-որ հարց տանք մեր հյուրին։ Փորձենք ավելի հեշտ։ Ես գիտեի ինքն է պատասխանելու հարցը։ Չէ, ինքը հարցն է փոխում կամ օգնում է մեր ին տված հարցին։ Okay։ Եկեք հարցը փոխենք։ Շատ լավ։ Որ երկրի ազգային ուտեստն է համարվում սուշին։ Սուշին։ Այո։ Լավ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Փորձենք։ Ճապոնյան չի, ճապոնական չի։ Հա։ Դե օրինակ ես մի քանի հոգու հարցրեցի, Հա։ 90%-ը ասում էին Չինաստան։ Դրա համար մի քիչ ինքը սենց հարցեր։ Խելացի եմ բարձվում, շատ լավ է։ Ես չէի կասկածում իրականում։ Հա։ Չէ, ոչ, շատերը Չինաստան են ասում։ Հետաքրքիր է, Հայաստանում էլ, որ ասում ես գնանք բանը սուշի ուտենք, հա գնանք չինական ռեստորան որտեղ կա գնանք։ Հա։ Դրա համար ինքը մի քիչ Չէ, չինական ուրիշ ուտելիք է, совершенно։ մեծամասնությունը ասում են Չինաստան։ Ես տեսա ոնց պատմում, որ что за вопрос։ Եվ այսպես, քանի որ դու պատասխանեցիր 4 հարցերին, ծափահարություններ, Օ, ես էլ եմ ծափարում։ եւս մեկ երեխա միացավ մեր աշնանկարանալիք խմբային տուրին։ Ուրա։ Լուրջ ու կարևոր քայլ ենք այսօր արել։ Շատ լավ է։ Ապրեք, որ այսպեսի հաղորդում եք մտածել։ Շատ դժվար ճանապարհ եք բռնել, որովհետև աննը չդնենք բարեգործություն, հա, ուղղակի ասենք լավ բան անելը, ինչ որ մեկին լավ էմոցիաներ պարգևելը ամենաբարդ բանն է այս աշխարհում եւ շատ սիրուն նախաձեռնություն եք արել, այնպես է, որ ես ուրախ կլինեմ միշտ աջակցելու ոչ միայն հաղորդման որպես հյուր լինելով, այլ պատրաստակամ եմ, այնպես որ կարող եք հարազատաբար դիմել, եթե ինչ-որ հարց կլինի, որում ես կարող եմ ձեզ աջակցել։ Երբ մարդ գալիս է ոչ միայն իր անունով, այլ նաև իր սրտով, նա թողնում է մեծ հետք։ Շնորհակալ եմ, որ այդ հետքը թողեցիր թե մեր հաղորդմանը, թե մեր երեխաների հոգում, ովքեր ճամփորդելուց հետո տարիներ անց հիշելու են ու մտաբերելու են ամենակիչը, որ դու աջակից եղար եւ կարեւոր մասը կազմեցիր իրենց երազանքների իրականանալուն։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիր մեր հրավերը։ Ագնես ջան, մեր հովանավորի կողմից ունես նաեւ նվեր։ Tickets.am-ը on-line հարթակ է, որտեղ ներկայացված են բոլոր մշակութային եւ ժամանցային միջոցառումները, ինչպես նաեւ միջազգային համերգները։ Դու ինքդ էլ կարող ես օգտվել իրենց on-line հավելվածից, թե գործնական, թե ընկերական։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Դե իսկ վերջում մաղթում ենք բոլորիդ, որ ձեր սրտում չմարի այն կրակը, որը վառվում է ուրիշների կյանքը լուսավորելու համար։ Այսօր այսքանը։